1, 2, 3, okay, տիքստը մի հատ փոքր կոնցեպտ ներկայացնեմ, նախ սենց ասեմ, սկսեմ առաջինից ներկայացրել եմ ուրա, այսա, activation per second, այս cooldown-ի կոնցեպտը ոբշեմ, activation per second կա, այսինքն վարկյանի ընթացքում քանի հատ կարաս ակտիվացնես, հլը որ թիվը սենց ֆլոթով է դրած, օրինակ այս վարկյանի ընթացքում 5 անգամ կարա ability-ն ակտիվանա, չգիտեմ, կարանք 1 տնենք, կարանք 0.1 տնենք, բայց հետո այս թիվը կփոխենք ավելի հարմար, ինչ-որ մի հատ թվի, որ ինտուիտիվ լինի, մի այս պահին մի քիչ, չգիտեմ, այն չեմ համարում, տակ, կա ես, ու գոյություն ունի ինտերվալ ու cooldown, այսինքն բացի են, որ per second ինչ-որ գործողություն կա, այսինքն վարկյանը քանի անգամ կարա ability-ն activate լինի, կա նաև սենց կոչված պատուհանի, ինտերվալի ու cooldown-ի գաղափար, այս ենթադրենք ինտերվալն է, տրված ինչ-որ x ինտերվալում, այս ability-ն active-ալն է, ենթադրենք տվել ենք իրան 5 վարկյան, ու կա մի հատ էլ cooldown կոչվածը y, որը կլինի օրինակ 3 անգամ։ Հիմա այս կոնցեպտը սրա հետ կապ չունի, ավելի ճիշտ augment հանում մեկը մյուսին, այս 5 վարկյանի ընթացքում աշխատելու է այս per second-ը։ Այսինքն դու այս 5 վարկյան ընկած պատուհանի ընթացքում փորձելու ես օգտագործես այս per second activate ability-ն։ Ու հենց որ լրացավ, ինքը 3 վարկյանից հետո նոր արդեն սկսելու է նորից այս 5 վարկյան cycle-ը ուսեն շարունակ։ Ու ոնց այդ արվելու, ստեղ ավելացրել եմ window length in second, այսինքն վարկյանով թե ոնց նկարագրես, օրինակ 10 ինտերվալ 10 վարկյան, արի 5 տնենք debug-ի համար, որ հեշտ լինի, activation per second 5, cooldown, ու իրան օգտագործելու համար ինչ է պետք, զուտ notify ability executed end ability-ից առաջ, ընդհանրապես այս call-ը պետք է արվի, մնացած սաղ արվում է C++-ում, տակ, այսա մի քիչ էլ կպատմեմ այս debug-ի մասին, ստեղ այս թվերի եթե տենում ես, window-ն է, ոնց որ ինչ պատուհանի կա, cooldown-ն է, հեսա սկսեց աշխատեց 3 վարկյան, ու այս էլ activation per second-ն է, 5 անգամ կարա ակտիվացնի, ու այդ debug-ը ոնց կարաս ակտիվացնես, ոնց հանես, զուտ, քանի որ մենք ունենք մոդուլ ու ինքը մոդուլից կախված է, մոդուլի մեջ էլ ներկայացրել եմ այս debug overlay-ը, զուտ ծիճկով միացնել անջատելով, կարող ես ստանաս այդ overlay-ը, ինչը ինձ թվում է շատ հարմար է debug անելու համար, ու հա, շատ կարևոր մի հատ ուրիշ փաստ, ստեղ եթե կանք class defaults, այս instantiate պետք է լինի per actor, այսինքն որ յուրաքանչյուրը ունենան իր լոկալ զրթիկը, երևի թե այսքանը, շնորհակալություն։